Ռազմական պատմության ուսումնասիրությունը կարևոր է նաև զուտ հոգեբանական առումով, որովհետև մենք մեզ ճանաչելու խնդիր դեռևս ունենք, մեզանում տարածված են բազմաթիվ ստերեոտիպներ հենց մեր մասին, այդ ստերեոտիպներն առաջացել են վերջին 100-ամյակների ընթացքում, պետականության բացակայության ժամանակաշրջանում և մեր մեծագույն ազգային աղետների հետևանքով։ Ինչ է նշանակում ազգին ճանաչել, ինչպես կարելի է ճանաչել որևէ մարդու, ուսումնասիրելով նրա կենսագրությունը։ Կենսագրության մեջ լինում են ուժեղ պահեր, լինում են հաջող հատվածներ և լինում են թույլ հատվածներ։ Նույնը վերաբերում է նաև ազգին։ Մենք շատ ենք կենտրոնացրել մեր ուշադրությունը վերջին 100-ամյակների աղետների վրա։ Իսկ ռազմական պատմությունը իր ամբողջությամբ չուսումնասիրվելով վերել է նրան, որ մենք չենք ճանաչում մեր ամենաուժեղ կողմը։ Այս նախապաշարմունքների բացասական դրսևորումներից մեկը զոհի բարդույթ կոչվածն է։ Այս կարգավիճակին բնորոշ է բարձր տագնապալիությունը, ապագայի նկատմամբ հոռետեսական դիրքորոշումները, թերարժեքության բարդույթը եւ այլն, որոնք ինչպես վնասակար են հենց իր ազգի ներկայացուցիչների համար, այնպես էլ բարենպաստ հոգեբանական պարապհող են ստեղծում արտաքին թշնամիների դարձյալ սադրիչ գործողություններ իրականացնելու համար։ Զոհի բարդույթի կարգավիճակում գտնվող ազգը պարբերաբար ունենում է այնպիսի զգացողություն, որ դարձյալ միևնույն է, ինքը պարտություն է կրելու, դարձյալ կրկնվելու է իր նախնիների անցյալը, պատմությունը, եւ սա թույլ չի տալիս, որ ազգը ունենա հոգեբանական առաջընթացի խորը զգացողություն, ընդհակառակը նրան մղում է դեպի հոգեբանական նահանջի կամ ռեգրեսի։ Ստերեոտիպներից, մտապատճեններից թերևս ամենատարածվածներից է նաև մեր անմիաբանության մասին հեքիաթը։ Բացառիկ երևույթ է այն, որ մեր պատմության, ամբողջ պատմության ընթացքում մենք չենք հանդիպում քաղաքացիական պատերազմ երևույթին։ Եթե չհաշվենք 1921 թվականի արհեստականորեն դրսից ներմուծված այդ մի քանի անձյա բախումները, ապա հայ ժողովուրդը քաղաքացիական պատերազմ պարզապես չի ունեցել։ Արդյոք ուսումնասիրել ենք մենք այս ֆենոմենը։ Ոչ։ Եթե նայենք եվրոպական ազգերին, նայենք Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, Հունաստան, բոլոր այս ազգերը ապրել են քաղաքացիական պատերազմներ, ունեցել են դաժան, երկարամյա, երբեմն տասնամյակներ տևող քաղաքացիական պատերազմներ։ Մեզանում այդպիսի երևույթ չի եղել։ Եթե սա չի վկայում այն մասին, որ մենք հենց ամենամիաբան ազգերից մեկն ենք եղել, ամենանորորյա մեր պատմությունը նույնպես այդ է վկայում։ Եղել են հայեր, որոնք կռվել են Ղարաբաղյան պատերազմի օրոք հայկական զորքերի դեմ, էլ չեմ խոսում հայկական ջոկատների մասին, սակայն մինչև այսօր էլ դուրս գանք փողոց և շատ շատերը կխոսեն հայերի անմիաբանության, հայերի մեջ դավաճանների շատության և այլն այսպիսի հարցերի մասին։ Եթե հարցնենք չեչեններին, արդյոք չեչենները դավաճաններ շատ են ունեցել, պատասխանը կլինի ոչ, թեև հենց այս վերջին պատերազմի ժամանակ հազարներով չեչեններ կռվել են չեչենների դեմ։ Մեզանում տարածված թյուր մտայնություններից մեկն էլ այն է, թե քրիստոնեությունը մեզանում բերեց ռազմականության անկման, մինչդեռ դրա պատճառները ավելի շուտ այլ տեղերում պետք է փնտրել։ Մենք ունենք բազմաթիվ օրինակներ մեր պատմության, միջնադարի մեր պատմության, երբ որ հայ քրիստոնյա զինվորականը ցուցաբերում է բացառիկ քաջություն, բացառիկ կամք եւ ինչ խոսք այստեղ քրիստոնեությունը թույլատնելու առումով որևէ նշանակություն չուներ։ Այս ստերեոտիպները ազդել են նույնիսկ գիտնականների վրա։ Հայոց պատմությունը շարունակ կրկնվում էր, բերում միշտ միևնույնը։
Մեր ժողովրդի պատմությունը ամբողջովին ծայրից ծայր դժբախտություն է։ Մի մոռանաք, մեր պատմությունը ամենից առաջ եւ ամենից շատ մի հսկայական մարտիրոսադրություն է։ Լեոյի արտահայտած այս կարծիքը իհարկե շատ հեռու է պատմական իրականությունից, որովհետև մեր պատմությունը ունեցել է շատ ուրախ շրջաններ, հզորագույն շրջաններ, որոնց մասին մենք պետք է հավասարապես հիշենք։ 705 թվականին արաբները խաբեությամբ կանչելով հայ իշխաններին փակեցին Նախճավանի եւ Խրամի եկեղեցիներում եւ այրեցին։ Դրանից անցավ 500 տարի։ 500 տարի հետո հայոց իշխանապետ Զաքարե Զաքարյանը գրավելով Արդեբիլ քաղաքը լցրեց այնտեղ առանց խաբեության, նվաճեց եւ լցրեց արաբ եւ մահմեդական իշխաններին եւ վառեց մզկիթը, հայտարարելով, որ սա ի պատասխան Նախճավանում եւ Խրամում այրված հայոց նախարարների։ Ուշադրություն դարձրեք, հայոց իշխանապետը վրեժ լուծեց 500 տարվա հեռավորությամբ եւ այս ֆոնի վրա այսօրվային խոսակցությունները, թե հայոց մեծ եղեռնից անցել է արդեն 86 տարի, առնվազն ծիծաղելի են թվում։ Մեր մեջ եղած այս բարդույթները, թերարժեքության բարդույթը, առաջացել է նաև դրսից տիրապետող ուժերի կողմից նպատակասլաց աշխատանք, հոգեբանական պատերազմ մղելու պատճառով։ Սա էլ պիտի հիշենք։ Հայոց մեջ ռազմականության կրողները հիմնականում նախարարական տներն էին, պետականության կրողները, եւ պատահական չի, որ Հայաստանի պատմության ընթացքում մի շարք կայսրություններ միմյանց հաջորդելով հռոմեական կայսրություն, Բյուզանդիա, Պարսկաստան, հետո կգան արաբներ, մոնղոլներ, թուրքեր եւ այլն, ամեն ինչ անում էին ոչնչացնելու համար հայկական ազնվականական տները, եւ մեր պատմության մեջ մենք տեսնում ենք մեծ անկումները սկսեցին այն բանից հետո, երբ որ վերացան հայոց զինվորականության կրողները, հայ նախարարական տները։ Թերևս հենց սրա մեջ պետք է տեսնել հայոց պատմության մեջ մեծ անկումների սկիզբը եւ նոր վերականգնված հայոց պետականության խնդիրը անշուշտ պետք է լինի զինվորականության, նվիրյալների, կրողների խավի վերականգնում։ Որքան էլ ուսումնասիրես ու խոսես այն անհասկանալի ազգի մասին, մի բան պարզ է, որ իր գոյության անխախտ հիմքը կառուցվել է ոչ միայն բացառիկ լեզվի, հոգեբանության, բնաշխարհի ու կրոնի շնորհիվ, այլև բանակի։ Ու ոչ մարդկանց բազմությամբ, այլ զինվորի հոգեբանության բանակի։ Այնքան արմատացած հոգեբանությամբ, որ այժմ եւ միշտ զինվորը մեզանից յուրաքանչյուրը։ Մենք զինվոր ազգ ենք։